Ով քեզ լացացնում է, քո հետ լացում է, ով քեզ ծիծաղեցնում է, քո վրա էլ ծիծաղում է, այսպիսի մի հին ասացված կա։ Պողոս Առաքյալն ասում է, սերը իրենը չի փնտրում, պարզ ընկերական սերը ավելի բարձր է դրած մնացած սերերից, չասենք ծնող երեխա սիրուց, որ Աստված ասում է սիրիր քո ընկերոջը ինչպես քո անձը։ Ամեն ժամ երբ էլ որ զանգես քո կողքը կանգնած լինի, բայց դու քո ընկերոջ կողքը կանգնած չես, սա ընկերական սեր չէ, սա կեղծավորություն։ Ոչ միայն սերն է քրիստոնեության ամենաբարձր առաքինությունը, այլ նաև խոնարհություն։ Եթե արդարամտություն է սիրով, ինքը կառուցող արդարամտություն է։ Աստծո սիրուց դուրս սեր լինել չի կարող։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի ջան։ Ինչպես եք Տեր Հայր։ Փառք Աստծո։ Տեր Հայր, այսօր խոսելու ենք սիրո մասին, հասկանանք ինչու է սերը համարվում առաքինություններից մեծագույնը։ Բայց մինչև դա սիրելը բարդ է Տեր Հայր։ Եթե մենք ասենք արդյոք սիրելը բարդ է թե չէ, պետք է հարցը երկկողմանի քննենք։ Մի կողմից բարդ չէ, ինչու՞։ Որովհետև ինչպես ավետարանում է ասում, ամենամեծագույն սերը քո անձը զոհաբերելն է ընկերոջ համար, հա։ Այստեղ զոհաբերվողը քո անձն է, այն ինչը որ քո ձեռքերի մեջ է։ Ուրիշ տեղից չպիտի փնտրես եւ ուղակի պիտի գնաս սեփական եսի շղթման, այսպես ասենք, հա, կամ եսակենտրոնության դեմ պիտի պայքար, որտեղ սիրո մեջ եսակենտրոնություն կամ սիրո մեջ եսի խնդիր չկա։ Սերը իր գաղափարի մեջ ենթադրում է ինքնազոհողություն, նվիրում, այն ինչը որ դու պիտի անես դիմացինից, դա կախված չէ։ Սա մարդու ձեռքերում է եւ սա կարելի ասել հեշտ է։ Բայց դժվար է ինչու, որովհետև ժամանակակից աշխարհում թե գրականության, թե հեռուստացույցի, թե մեր շրջապատող մարդկանց մեջ մենք տեսնում ենք այլ սերերի քարոզ եւ շատ քիչ ենք տեսնում այն օրինակները, որ մենք կարող ենք ասենք իրական սեր։ Այսինքն մի կողմից այն հեշտ է, որովհետև քո ձեռքերի մեջ է, քո կամքի մեջ է ամբողջությամբ, դու պիտի անես, այն դժվար է, որովհետև մարդու համար միշտ է դժվար է եղել պայքարել իր եսի դեմ, եւ այն դժվար է, որովհետև մեր շրջապատի հասարակությունը մեզ այլ բան է սովորացնում, իսկ մարդը գոնե 30% նմանվում է իր հասարակությանը։ Տեր Հայր, ձեր խոսքից ինչ է ենթադրում, ինչ է նշանակում սիրել իրական։ Իրական սիրո դրսևորումը ես ընդունում եմ նախ ավետարանական այն փաստն է, որ Աստծո սերն է իրական սերը, ինչպես ավետարանում ասում է, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությամբ, եւ այս ամբողջ սրտի մեջ լցված առաստված սերը այլ սերերի ուղակի հնարավորություն չի տալիս։ Եվ երբ որ մեր Տերն ասում է եւ մյուսը նման է սրան, սիրիր քո ընկերոջը ինչպես քո անձը, եւ եթե ամբողջ սիրտը լցված է առաստված սիրուն, ապա ընկերոջ սերը սրտի մեջ այլ տեղ չունի, քան միայն Աստծո սիրո մեջ։ Եվ որևէ մի սեր, դա կլինի ծնողական սերը, դա կլինի զույգերի մեջ եղող սերը, ընկերական սերը, իր ճշմարիտ դրսևորումն է գտնում այն դեպքում, երբ որ առաստված սիրո մեջ է եւ ոչ թե առաստված սիրո կողքին։ Եթե մենք ասում ենք ես Աստծուն սիրում եմ, բայց այս մեկը, ես Աստծուն սիրում եմ, բայց այս մյուսը, նշանակում է մենք Աստծուն չենք սիրում մեր ամբողջ սրտով եւ այդ բայցով սրտի մեջ տեղ ենք պահում մեկ այլ սերերի եւ այս սերերի վատ դրսևորումը լինում է այն, ում սիրում ենք Աստծո սիրուց դուրս։ Նա դառնում է մեզ համար կուրք եւ նա գերիշխում է Աստծո սիրո վրա։ Ճշմարիտ սերը, ինչպես ասեցի, Աստծո սիրո մեջ է եւ սրա համար էլ ավետարանում ասում է, եթե մեկը սիրի իր հորը, մորը, չգիտեմ, եւ այլ, ինձնից առավել ինձ արժանի չէ։ Նախ մի կողմից մենք Աստծո սիրուց դուրս սիրելով վնասում ենք տվյալ մարդուն, մեր սերը վնասում է տվյալ մարդուն, եւ երկրորդ դա ոչ թե լինում է սեր, այլ լինում է արդեն եսասիրություն։ Տեր Հայր, իսկ ինչպես փորձենք սիրել մեր դիմացինին իր թերություններով հանդերձ, սիրել սովորելու բանաձև կա նկատի ունի։ Իհարկե, արդյոք բժիշկը չի սիրում այն հիվանդին, որը որ
իր հիվանդության պատճառով չի հասկանում, որ բժշկի տված մեթոդները օգտակար են։ Ընդդիմանում է բժշկին, պայքարում է բժշկի հետ, բայց բժիշկն այնուամենայնիվ այս հիվանդին հոգ է տանում։ Մենք կարող ենք այսպիսի վերաբերմունք ունենալ եւ կարող ենք մեկ այլ վերաբերմունք ունենալ, որ քրիստոնյան չէ, մենք խոսում ենք քրիստոնյաների մասին, քրիստոնյան, ինչպես ասեցի, իր սերը միտված է առ Աստված եւ մնացած սերերն Աստծո սիրո մեջ են։ Ուրեմն դիմացինին սիրում է նրա համար, որովհետեւ դիմացինն էլ Աստծունն է։ Եվ դիմացինին սիրում է եւ այս սերը չի պիտի վնասի դիմացինին։ Այն սերը, որը որ վնասում է դիմացինին, այլևս սեր լինել չի կարող։ Այսինքն, եթե մենք սիրում ենք Աստծուն, սիրում ենք այն ամենը, ինչը որ Աստծունն է։ Եվ ինչպես որ Աստված եկավ յուրաքանչյուրի համար խաչի ելավ ցույց տալով այդ մեծ սերը, մենք էլ շարունակում ենք այդ մեծ սերը սիրելով այն յուրաքանչյուրին, ում համար որ խաչի ելավ, ասելով սիրելով, նորից պիտի կրկնեմ, չվնասելով այդ մարդուն, մեր սերը չի պիտի վնասի։ Տերեր, կան մարդիկ, որոնք չեն սիրում, եւ ով ենք մենք առհասարակ առանց սիրո։ Ուրեմն եկեք այս առանցքային գաղափարը շեշտենք, հա, մարդը ցանկացած սեր հնարավոր է իր ճիշտ դրսևորումը դրսևորվում է Աստծո սիրո մեջ, մարդը կարող է սիրել երկու բան, այսպես ասենք, կամ երկու էակի։ Մեկը Աստծուն կամ սեփական եսը։ Ուրեմն այս երկու սերերը իրար հետ չեն կարող գոյատևել մարդու սրտի մեջ, համ առաստված սերը, համ եսասիրությունը։ Եվ սրա համար մեր Տերն ասեց. «Ուրացիր քո անձը եւ վերցրու քո խաչը եւ արի իմ ետևից», հա։ Եվ եթե մենք եսասիրաբար վերաբերվում ենք ցանկացած սիրո մեջ, դա կլինի ընկերական սեր, դա կլինի ընտանեկան սեր, չգիտեմ, ծնող զավակ սեր, սա սեր լինել չի կարող, սա եսասիրություն է։ Կամ սա սիրո դրսևորում է, բայց սխալ սիրո դրսևորում է։ Այդ դեպքում սիրո բացակայությունը ինչ է անում մարդու հետ, ինչպիսին ենք մենք դառնում։ Մարդը դառնում է եսակենտրոն։ Ամբողջ աշխարհը Աստծուն այդ թվում ցանկանում է ծառայացնել իր կայանալու իր եսի համար եւ մարդը սկսում է գործնել ինքնագլխորեն։ Օրինակի համար մենք կարող ենք տեսնել, ասենք, հրյա այն աղջիկների կանանց սերը առ Դավիթը, որոնք որ պատերազմից վերադարձող Դավիթ թագավորի դեռ թագավոր չէր, Դավթին սկսեցին փառաբանել, իրենց սերն էին արտահայտում եւ այս իրենց սիրո արտահայտությունը բերեց նրան, որ Սավուղը թշնամացավ Դավիթի հետ։ Այսինքն սխալ սիրո, սխալ դրսևորում։ Մենք տեսնում ենք նաեւ 5 կտականում, թե ինչպես թագավորի կինը սիրելով իր ամուսնուն Հեզաբելը փորձում է իր ամուսնու համար սխալ ճանապարհով ձեռք բերել ագարակատիրոջ բրուտի ագարակի հողատարածությունը եւ սրանով Աստծո բարկությունն է բերում իր ամուսնուն։ Այսինքն, երբ որ մենք թաքցնում ենք կամ սխալ ճանապարհով փորձում ենք իրագործել օգուտը մեր սիրելիի համար, կամ ընկերության մեջ փորձում ենք թաքցնել մեր ընկերոջ սխալը գովերքելով այն, կամ ծնողը, ասենք, մայրը փորձում է թաքցնել իր զավակի արած սխալմունքը, որպեսզի հայրը չպատժի, սրանով մեր սերը գալիս է նա, որ մարդուն դրդում է մեղքի կամ կեղծավոր սեր է լինում։ Իրական ընկերական սերը նա է, երբ որ ընկերը պատրաստ է դառը ճշմարտությունը սիրով, ոչ թե հանդիմանանքով, ոչ թե ընկերոջը ամաչացնելու համար, այլ ուղղակի ընկերոջը ճշմարտությունը ցույց տալու համար սրտացավորեն կարող է ցույց տալ, մատնացույց անել սերը սխալը իր ընկերոջ կատարելության համար։ Ասում է. «Ով քեզ լացացնում է, քո հետ լացում է, ով քեզ ծիծաղեցնում է, քո վրա էլ ծիծաղում է», այսպիսի մի հին ասացված կա արևելքում։ Տերեր, եթե խոսենք քրիստոնեական սիրո, այդ իրական սիրո մեծագույն զգացումի մասին, ինչու են այսօր շատերը վախենում սիրել, իրապես իրական սիրով։ Չեմ կարծում, որ իրական
սիրո հասկացողության մեջ պիտի վախենայինք սիրել։ Ուղղակի մենք վախենում ենք սիրել, որովհետև չենք պատկերացնում սիրո գեղեցկությունը։ Մենք վախենում ենք սիրել, որովհետև սիրել ասելը ենթադրում է քեզնից ինչ-որ մի բան տալ, չէ՞, ինչպես ասեցի, սերը զոհաբերություն է, սերը ինքնանվիրում է, սերը նահատակություն է։ Եվ մենք վախենում ենք մտածելով սրա մասին, սա ենթագիտակցորեն մարդու մեջ դրած է, մենք վախենում ենք գնալ այդ ինքնազոհեղությանը, բայց չենք հասկանում մի բան, որ սիրողի համար բավական է, որ ինքը սիրում է։ Սիրողի համար զոհաբերվումը, ինքնազոհաբերությունը կամ նվիրումը կամ տալը, սա է ամենամեծ երջանկությունը եւ ոչ թե ստանալը։ Եկեք ուրեմն տարբերենք երկու բան՝ ցանկություն եւ սեր, հա։ Ցանկությունը ձգտում է ստանալու, իմը, իմ ուզածը, չէ, իմ նպատակները, իմ ցանկությունը ես, իսկ Պողոս Առաքյալն ասում է սերը իրենը չի փնտրում, այսինքն երբ որ դու քոնն ես փնտրում, սա լինում է ցանկություն, ցանկասիրություն եւ այս ցանկության մեջ մարդը կարող է նույնիսկ ամուսնանալ, ընտանիք կազմել եւ այլ, որովհետեւ տեսնում է իր դիմացինի մեջ իր կայացման կամ իր նպատակների իրականացումը։ Սակայն սերը, ինչպես ասեցի, իրենը չի փնտրում։ Սերը տալիս է, սերը զոհաբերվում է, սերը նվիրվող է, հա, ու հետաքրքիրը գիտեք որն է, որ եթե մենք կարդում ենք թեկուզ մեր մեծ գրողներին, թեկուզ 5 տակարան Աստվածաշունչը, մենք տեսնում ենք, որ ընկերական, պարզ ընկերական սերը ավելի բարձր է դրած մնացած սերերից, ну, չասենք ծնող երեխա սիրուց, որովհետև Աստված ինքը որպեսզի հասկանալի դառնա մարդուն, այս ծնող եւ երեխա սիրո արտահայտությամբ է գալիս որպես Հայր Աստված։ Սակայն մարդ հարաբերությունների մեջ ամենաբարձր սերը ընկերական սերն է։ Եվ սրա համար է, որ Աստված ասում է սիրիր քո ընկերոջ ինչպես քո անձը։ Եվ հետաքրքիր է ընկերական սիրո դրսևորումը, որ մարդիկ կարող են իրար ընդհանրապես չճանաչեն, իրար հետ ընդհանրապես կյանք ապրած չլինեն եւ ասենք 2 տարի բանակում ծառայել են իրար հետ եւ մինչեւ կյանքի վերջը իրար ընկերներ լինեն։ Եվ սա փաստ է։ Ընկերական սերը գոյատևում է բոլոր դժվարությունների եւ բոլոր նեղությունների եւ բոլոր զրկանքների մեջ։ Սրա համար իմ հորդորն է ամեն մի զույգի լինել իրար համար ընկեր։ Ընկեր նեղության, ընկեր դժվարության, ընկեր կռվի, ընկեր համատեղ պայքարի։ Եվ սա է, որ ինձ թվում է ընտանիքը կկայացնի։ Դեր ստացվում է, որ սերը առանց զոհաբերության պատրաստակամության հնարավոր չէ։ Ոչ թե հնարավոր չէ, չկա, որովհետև եթե դու մտածում ես, որ քո ընկերը պետք է ամեն ժամ երբ էլ որ զանգես քո կողքը կանգնած լինի, բայց դու քո ընկերոջ կողքը կանգնած չես, սա ընկերական սեր չէ, սա կեղծավորություն է։ Եթե կինը մտածում է, որ ամուսինն ամեն ինչ իր համար պիտի անի եւ ինքը ընդամենը մենակ պիտի երեխաներ ունենա եւ լվացք անի, սա կներեք, սա էլ սեր չէ, սա ուղղակի հաշվարկ է։ Այլ նորից եմ ասում, եթե սիրո մեջ չկա դիմացինի երջանկությունը փնտրելը, ուրեմն դա սեր չէ։ Ասեմ, ինչպես Աստվածաշնչից օրինակներ բերեցի, իմ կարծիքով ամենագեղեցիկ օրինակը ոչ Աստվածաշնչից, բայց իրական սիրո, կարելի ասել Տերյանական բանաստեղծության այն խոսքերն են, որտեղ Տերյանն ասում է իմ սերը, ինչպես որ արևից հեռու ծաղիկը թող թորոմի ստվերի մեջ, բայց քո կյանքի մեջ թող տխրանք չբերի։ Այսօր մենք երգերի մեջ, ֆիլմերի մեջ, գրքերի մեջ տեսնում ենք հիմար սերեր։ Ինչու հիմար, որովհետև մեկը մեկին չի ճանաչի, հանդիպեցի քեզ սիրահարվեցի, վայ կյանքս կմեռնի քո համար, ես չեմ կարող առանց քեզ ապրել։ Իրական սերը այսպեսին չի լինում, սերն ավելի լուրջ է։ Ցանկությունը, զգացմունքները պետք է իրական սիրուց տարբերել։ Սիրել նախ պետք է մարդուն ճանաչես։ Չես կարող տեսնես, հավանես, արդեն կյանքդ իր համար կզոհես, սա հորմոններ են եւ ոչ թե սեր։ Պետք է մարդու հետ ճանապարհ անցնես, հասկանաս, որ այս մարդու հետ ուղղակի պատերազմ պատրաստ ես գնալ։ Եթե պատերազմ, ուրեմն միայն այս մարդու հետ, որովհետև ընտանիքն էլ մի պատերազմ է։
Ուրեմն մենակ այդ մարդու հետ, այսինքն պիտի ճանաչես եւ պիտի պատրաստ լինես քո սիրելի երջանկությունը փնտրել ոչ միայն քո հետ, այլ թեկուզ եւ քեզնից հեռու։ Սա է իրական սերը։ Բայց այսօր եթե նայենք երիտասարդների մեջ, իրենք իրենց ճակերտավոր սիրող էակի կյանքը ուտում են զուտ նրա համար, որ ինքը չի ուզում իր հետ ամուսնանա օրինակի համար, կամ իր հետ քայլի։ Եվ մեր ցանկությունները փաթաթում են մեր սիրելի պարանոցին ուղակի։ Էլ չասեմ ընտանեկան հարկից ներս խանդը սիրո մեջ ընդհանրապես տեղ չունի։ Բայց այս դրսևորումները կան։ Չեմ ասում, այն մտքով չեմ ասում, որ եթե կինդ է, ինքը քո հետ երջանիկ չի, արցակի գնա, ոչ, կինդ է եւ վերջ։ Բայց խանդը նրա համար է, որ դու երևի մտածում ես, որ ինչ որ մի բան քո մեջ այն չէ։ Այն մարդուն բարորի այնպիսի սիրով, որ ուրիշտեղ ինքը այդ հոգատարությունը չգտնի, այդ ջերմությունը չգտնի։ Հոգատարությունը եւ ջերմությունը ֆինանսի հետ կապ չունեն։ Բարորի այնպիսի է մեծ սիրով, այնպիսի հոգատարությամբ, որ ուղակի հանգիստ լինես, ոչ թե բռնացիր, սիրո մեջ բռնություն չկա։ Շատ կարևոր էր, որ այս մասին եւս խոսեցինք։ Տերեր, ինչ է տալիս սերը մեզ, ինչպես կարող է մեր կյանքը փոխել։ Սերը ինչպես կարող փոխի։ Սերը մենք տեսնում ենք, որ ասենք օրինակի համար արվեստագետներին դարձել է արվեստագետ։ Սերը եղել է մարդկանց ներշնչանքի աղբյուր, սերն առ հայրենիքը, սերը առ ընկերը, սերը առ ծնողը, հա։ Սերը մարդուն նմանացնում է Աստծուն։ Աստված եկավ զոհաբերվեց մեզ համար, մենք էլ զոհաբերվում ենք մեր դիմացինի համար։ Աստված եկավ ծառայելու մեր փրկությանը, ցույց տալու մեր փրկությունը, մենք իրական սերը դիմացինի փրկության համար ծառայելն է, իրական սերը։ Եվ մարդը, երբ որ խոչընդոտ է հանդիսանում փրկությանը, այստեղ ուրեմն սիրո մասին գաղափար լինել չի կարող։ Իրական սերը մարդուն տանում է փրկության, այս փոփոխությունն է բերում։ Եվ հետաքրքիր է, նաև ես կուզեմ ասել, շեշտել, մենք սիրում ենք մեր ընկերներին, հասարակությանը, ժողովրդին, այն մարդկանց, ովքեր որ Աստծունն են, եւ փոխադարձ սեր չենք ստանում, սրանից կարող ենք մենք նեղվել։ Բայց ինչպես որ եկեղեցու հայրերն ասում են, թե բարություն արա եւ եթե քո բարիքի պատասխանը չստանաս, Աստված է պարտապանը այդ բարիքի, նույն կերպ մեր եկեղեցու հայրերն ասում են, եթե սեր տաս եւ սիրո պատասխանը չստանաս, այդ սիրո պարտապանը Աստված է։ Ուրեմն այս երկու բանաձև, թե ինչպես կարող ենք Աստծո բարիքը եւ Աստծո սերը մեր վրա հրավիրել։ Դերեր պատկերացրեք մի իրավիճակ, որ մեր երկրում քրիստոնեական սերը դառնա կյանքի նորմ, ինչպեսին կլինի մեր կյանքը։ Չէ, դու ռոմանտիկ ես։ Այդպիսի բան դժվար թե լինի։ Կլինի մեր կյանքը այսպես, որ ոչ թե ուժեղ մարդկանց սխալները կգովաբանենք, եւ ոչ էլ կասենք մեր ընկերոջ սխալը մեր ճիշտն է, այլ համատեղ մենք կփորձենք ծառայել մեկս մեկի փրկությանը, մեկս մեկի կատարելությանը։ Այսօր մենք էլ պիտի պատրաստ լինենք լինել այն ընկերը, որը որ ճշմարտությունն է ասում սիրով։ Նորից եմ ասում, այսօր մեր շուրջը այնքան մարդիկ կան, որոնք որ մեզ ճշմարտությունն ասում են մի պարզ պատճառով կամ մեզ ամոթի մեջ թողնելու համար, կամ սեփական անձերը մեր անձերի վրա բարձրացնելու համար։ Սա շեշտում եմ, որ հասկանանք ընկերոջը սիրով ճշմարտությունն ասելը ինչքան կարևոր է ցանկացած ընկերական հարաբերությունների մեջ, նույնիսկ ընտանիքի մեջ էլ է սա բացառիկ երևույթ։ Եվ եթե մենք մի օր ենթադրենք, որ մեր երկրում այսպիսի իրավիճակ կարող է տեղ ունենալ, մենք կլինենք ամենահզոր ազգից ամենահզորը, որովհետև սիրով միացած, կենտրոնացած ժողովրդին ոչ մի ուժ հաղթահարել չի կարող, ոչ մի ուժ։ Տերեր ամփոփելով այս զրույցը, ինչու է սերը համարվում առաքինություններից մեծագույնը։ Որովհետև մենք ասում ենք, չէ, հույս հավատ սեր։ Այո։ Հավատը այն է, երբ որ չես տեսել,
Բայց ասում են եւ դու հավատում ես եւ մենք Աստծուն չենք տեսել, Աստծու մասին մեզ ասում են եւ մենք հավատում ենք։ Եկեղեցին մեզ ասում է եւ հավատում ենք։ Մենք ունենք փրկության հույսը, սա էլ եկեղեցին ասում է եւ այս հույսով մենք ապրում ենք։ Եվ երբ որ գալիս է, ասենք, արդեն հավիտենական կյանք, մենք Աստծուն կտենանք, մենք կյանքը կտենանք եւ հավատը եւ հույսը այստեղ իրենց լրումին կհասնեն եւ կմնա մշտական սերը։ Բայց ոչ միայն սերն է քրիստոնեության ամենաբարձր առաքինությունը, այլ նաեւ խոնարհությունը։ Խոնարհությունը եւ սերը սրանք այն սրտի եւ գործերի համադրությունն է, որոնք որ մարդու փրկությունն է դասավորում, այսպես ասենք, հա։ Ուրեմն սերը դա այն շաղախն է, որը որ միացնում է, որը որ իմաստավորում է ամեն մի գործ։ Ինչու համար է խոնարհությունը նաև սիրո հետ կարևոր, որովհետև ուրեմն մենք Փարիսեցու եւ Մաքսավորի տարբերակում ինչ ենք տեսնում, երբ որ աղոթում են, չէ, Փարիսեցին տաճարում, Մաքսավորն է տաճարում, Փարիսեցու մոտ տեսնում ենք գործեր եւ տեսնում ենք հպարտություն։ Այսինքն Փարիսեցու սայլին, ինչպես որ ասում են մեր քույր եկեղեցու վարդապետները, Փարիսեցու սայլին լցված էր հպարտությունը եւ առաքինությունը։ Մաքսավորի սայլին լցված էր խոնարհությունը եւ մեղքը։ Ուրեմն խոնարհությունը եւ մեղքը ավելի առաջ գնացին, քան թե հպարտ առաքինությունը։ Սերը ինչքան էլ սիրո մեջ հպարտություն բնականաբար չի լինում ճշմարիտ սիրո մեջ եւ սիրով իմաստավորվում է ամեն ինչ։ Եթե արդարամտություն է սիրով, ինքը կառուցող արդարամտություն է, իսկ առանց սիրո այն դառնում է ուղակի բռնություն։ Եթե ողորմածություն է մարդու հանդեպ եւ այս ողորմածությունը սիրով է, ինքը լինում է մարդուն ոտքի կանգնացնել։ Իսկ եթե քո արած բարիքի մեջ սեր չկա, այդ բարիքը լինում է քո եսասիրության եւ անձի համար ուղակի։ Այս է տարբերում խոնարհությունը եւ սերն են տարբերում քրիստոնեին եւ այն սերը, նորից պիտի շեշտեմ, որը որ Աստծո սիրո շրջանակներում է, մեջ է։ Տերը շուտով տոնելու ենք սիրո հայկական տոնը, Սուրբ Սարգսի տոնը։ Ինչպիսի սիրո մասին է քարոզում այս տոնը։ Դե մենք գիտենք Սուրբ Սարգսին, որ Սարգսին գիտենք որպես նահատակ, չէ՞, այսինքն նորից Սուրբ Սարգսի կերպարը երիտասարդ կերպար իր զավակի հետ, որը որ Աստծո սիրուն հավատարիմ մնաց։ Եվ նորից այս խորհրդի մեջ մենք տեսնում ենք առաստված սեր, երիտասարդական սեր, ներառված Աստծո սիրո մեջ։ Աստծո սիրուց դուրս սեր լինել չի կարող։ Շնորհակալ եմ։ Աստված օրհնի։